Ապրիլյան քարորյա պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից այս գործով առաջին վճիռն ենք ստանում։ Հայկական կողմի ապացույցները հաստատում են Ստրասբուրգի դատարանը մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել ու խոշտանգել են։ Ամենակարևոր եւ առաջնային գործերից մեկն էր այս գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է, ճանաչել է եւ կյանքի իրավունքի խախտում զինծառայողի փաստանցի ընդունելով, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողին, ով այդ պահին արդեն փաստացի զինված գործողություններից շարքից դուրս եկած է եղել եւ դրան հաջորդել է ցավոք սրտի գլխատումը ու տանջամահ անելը, ինչն էլ հասցրել է արդեն մահվան։ 30-ամյա զինվորականը Թալիշի հրամայական կետ զինամթերք հասցնելիս էր ընկել ադրբեջանցիների թիրախը, բայց 10 տարի շարունակ Բաքուն միայն հերքման տեքստեր էր ՄԻԵԴ հասցնում, մեղքն իր վրայից գցելու համար։ Եվրադատարանի առաջ նույնիսկ վարկած են քաշել, թե զինվորականին գուցե հենց հայերն են սպանել ու խոշտանգել իրենց մեղադրելու համար։ Բարձր դատարանը սակայն չի խափնվել։ Որպես այդպիսին ՄԻԵԴ-ը Եվրոպական կոնվենցիայի ներքո ճանաչել է նաև խոշտանգման արգելքի խախտումը, ինչպես զինծառայողի, այնպես էլ այդ հանգամանքներով պայմանավորված նրա ընտանիքի անդամներին հարցված տառապանքի առումով ՄԻԵԴ-ի մակարդակով, միջազգային դատական ատյանի մակարդակով մենք արձանագրում ենք կոնվենցիոն լրջագույն իրավունքների խախտում։ Բաքուն այլևս միջազգային դատավճռով պատերազմական ծանրագույն հանցագործ է։ ՄԻԵԴ-ում հայերի շահերը պաշտպանող փաստաբաններից Հասմիկ Հարությունյանը վստահ է։ Նախադեպը կնպաստի նաև մյուս գործերով վճիռների կայացմանը։ Երևանում այսպիսի ավելի քան 20 գործով որոշման են սպասում։ Եթե ավելի լայն դիտարկենք, բնականաբար առաջնային նպատակներից մեկը հետագայում նմանատիպ գործողությունների կանխելը պիտի ուղղված լինի, բայց ցավոք սրտի մենք ոչ վաղ անցյալում ընդամենը մի քանի տարի առաջ եւ 23 թվականին եւ 20 թվականին ականատես եղանք համանման իրավիճակների եւ այդ մասերով նույնպես լրջագույն խախտումների։ Բայց հենց այս կետում իրավաբանները մտահոգություն ունեն։ Հայաստանի կառավարությունը որոշել է 2020 թվականից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական հայցերից հրաժարվել։ Այս մասին ամրագրում կա նաև Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագրում։ Պատերազմի զոհերի հարազատներին իհարկե գործադիրը չի կարող ստիպել անհատական գանգատները հետ կանչել։ Սակայն մենք ունենք մեծաքանակ գործեր, որոնք 20 թվականին, 23 թվականին ներկայացվել են պետության կողմից եւ այդ պարագայում ցավոք սրտի անհատ իրավաբանները ոչինչ անել չեն կարող։ Բաքվից դեռևս չեն արձագանքել Մարդու իրավունքների Եվրադատարանի վճռին, թե ինչպես կդիրքավորվեն հայ փաստաբաններն առայժմ կանխատեսումներ անելուց հրաժարվում են։ Ընդհանուր հաշվի առնելով Ադրբեջանի անդամակցության քաղաքականությունը միջազգային մարմիններին եւ ՄԻԵԴ-ի մասով էլ նույնիսկ իր քաղաքացիների առնչությամբ կայացված որոշումների կատարման մասով այստեղ կա մտահոգություն, որովհետեւ Ադրբեջանը իր միջազգային պարտավորությունների կատարման առումով մշտապես թերացել է։ Ստրասբուրգի դատարանը Բաքվին պարտավորեցրել է 90,000 եվրո վճարել մայոր Հայկ Թորոյանի հարազատներին, որոնց ևս ՄԻԵԴ-ը խոշտանգման զոհ է ճանաչել։ Անասելի տառապանքներ են կրել ազգականի մահվան համար, ստիպված եղել նրան, որքան էլ բարդ է ձևակերպելը, մասնատված հուղարկավորել։ 2026-ին 2025-ի համեմատ կրկնակի ավելացել են մեր երկիր ժամանող օտարերկրացի աշխատանքային միգրանտները։ Ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները Հայաստանում աշխատանք գտնելու համար նախ պետք է ունենան աշխատանքի թույլտվություն։ Նրանք Հայաստանում աշխատանք կգտնեն, թե ոչ, կախված է զբաղվածության տարածքային կենտրոնի բազայում առկա տվյալներից։ Եթե պարզվի, որ նույն չափորոշիչներին համապատասխան անձ կա աշխատանք փնտրող կամ գործազուրկ շահառուների շրջանում, ապա գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունել տեղացի քաղաքացուն։ Ըստ միգրացիայի փորձագետի տվյալների վաղուց ժամանակն է, որ մեր երկրում առկա օրենսդրական կարգավորումները լրացվեն։ Օնլայն դիմում է work permit համակարգով միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնում է բնութագիրը աշխատանքի, ներկայացնում է նաեւ վճարման չափը եւ այլն, այսինքն բոլոր մանրամասները ներկայացնում։ Աշխատանքի նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիները կացության կարգավիճակ ստանալու համար բուժզննում չեն անցնում, օրենքի պահանջ չկա, ինչն ըստ փորձագետների ռիսկային է եւ կարող է Հայաստանի նման փոքր երկրի համար համաճարակի պատճառ դառնալ, մանավանդ որ շատ օտարերկրացիներ այստեղ աշխատում են սպասարկման ոլորտում։ Երբ որ մեր միգրանտներ են, մեր աշխատանքային միգրանտներ են մեկնում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն, նրանք մուտքի պահից սկսած
ունեն ընդամենը 30 օր միգրացիոն հաշվառման կանգնելու, բուժ զննում անցնելու 9 ինֆեկցիոն հիվանդությունների գծով։ Եթե նշված ժամկետում ինքը չի անցնում բուժ զննում, անկախ նրանից ինչ ժամկետով է արել միգրացիոն հաշվառում, իր միգրացիոն հաշվառումը չեղարկվում է։ Իդեպ Հայաստանում աշխատանք փնտրող օտարերկրացիների շարքում առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի, Իրանի ու Չինաստանի քաղաքացիները։ Անձրև խցանում եւ մի քանի անգամ թանկացած տաքսի։ Վերջին տարիներին սա դարձել է բազմաթիվ քաղաքացիներին ծանոթ իրավիճակ։ Թեման կրկին հասել է խորհրդարան, որտեղ քննարկվել է արդյոք նման թանկացումները պետք է կարգավորվեն։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, գների թանկացումը պայմանավորված է ոչ թե եղանակով, այլ առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ։ Ենթադրում ձեր ասած անձրևի ժամանակ այս բկետը անցնելու համար վարույթ ավելի շատ ժամանակ է կայացում եւ դրանից բացի կա գործակից, որը առաջարկ պահանջարկի հիման վրա է, առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք եւ սարքել ենք 2 անգամ։ Տնտեսագետների խոսքով անձրևի կամ խցանումների պատճառով տաքսի ծառայությունից օգտվել ցանկացողների թիվը կտրուկ աճում է, իսկ հասանելի մեքենաների քանակը մնում է նույնը կամ նույնիսկ նվազում։ Շուկան արձագանքում է գնի ավելացմամբ։ Նրանց գնահատմամբ սա շուկայական տնտեսության բնական մեխանիզմ է, որի միջոցով սահմանափակ ռեսուրսը բաշխվում է պահանջարկի պայմաններում։ Մասնագետների կարծիքով նման իրավիճակում քաղաքացին վճարում է ոչ միայն ծառայության, այլև ստեղծված իրավիճակի համար։ Ավելին ասեմ, երբ որ Արցախի պաշտպանները եկել են Հայաստան, բնակարանները սկսել են թանկանալ վարձայթվում։ Եվ այո, քաղաքացին վճարում էր այդ իրավիճակի համար։ Բայց շուկայական տնտեսությունը այդպեսին է։ Եթե նույնիսկ մենք հրաժարվենք շուկայական տնտեսությունից, ապա նման բաներից էլի երաշխավորված չեն։ Ըստ մասնագետների նման երևույթները հանդիպում են տարբեր շուկաներում, երբ որևէ հանգաման կտրուկ մեծացնում է պահանջարկը, իսկ առաջարկը չի հասցնում արձագանքել։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, թե խնդիրը միայն առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը չէ։ Նրանց կարծիքով ոլորտում ոչ միայն մրցակցության պակաս կա, այլև անհրաժեշտ են վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Լուծումներից ամենառեալը, ամենաաշխատուկը դա գերմոնոպոլացված ընդհանուր սուբյեկտի գերշահույթի հարկումն է, եթե գերշահույթը հարկի գոնե 80%-ով, այդ սուբյեկտը այլևս չի փորձի զանազան պատճառով անցնել ու գների բարձրացնել։ Մասնագետները առաջարկում են նաև թարմացնել պետական կարգավորող մարմինների գործիքակազմերը։ Նշում են նաև, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տաքսո հավելվածում տվյալ փողոցը նշվել է որպես խցանված, սակայն տեղ հասնելիս պարզվել է, որ երթևեկությունը լիովին ազատ է եղել։ Մասնագետները համեմատություն են անցկացնում նաև քաղաքային տրանսպորտի հետ, նշելով, որ երբ պիկ ժամերին ավտոբուսի ուղևորը բարձրացվեր, միայն այն պատճառով, որ երթուղին ավելի երկար ժամանակ է պահանջում, դա կդիտվեր որպես գործող կանոնների խախտում։ Նույն տրամաբանությունով քաղաքային իշխանությունն էլ կարող է գիտեք պիկ ժամերին ավտոբուսները գնում են ակետից բեկետ, ցերեկվա ժամերին ասում են 50 րոպեում, պիկ ժամերին ասում են ժամ 40 րոպե ավտոբուսը ժամ 6-ից 7-ը տանգացնի։ Այդ ժամանակ մենք կհասկանանք, չէ՞ որ գործ ունենք օրենքի խախտման հետ։ Տաքսի ծառայությունների գների շուրջ քննարկումները ըստ մասնագետների ցույց են տալիս, որ խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես փոխադրումների ոլորտի շրջանակից։ Հունիսի 22-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար գազելն ու զիլ բեռնատարը։ Գազելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վայր հայտնվել դաշտում։ 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, փրկարարծառայության Թալինի շերտ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք Թալին բժշկական կենտրոն են տեղափոխվել, որտեղից էլ վիրավորներից մի քանիսը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։ 11 տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են, ծայրահեղ ծանր վիճակում։ 5 քաղաքացու առողջական վիճակ ծանր է, 3-ին է թեթև։ Արագաչափ կամ պոլիցիա տնեն։ Իսկ 20 հատ ավայր է եղնում ստեղ։ Արագաչափը կոքնի էլի։ Կոքնի, բա ոնց։ Սանանթա դեպքեր ելմա, եթե ելնում էլա մահը էսի ճանշինը բտյանի թե երկար գիծը։ Ճանապարհային դեպարտամենտը, նշանները, ոչ մի նշան դուզ ընդեն այ։ Էս էլ արդեն էս էլ մաշում, արևը սաղ կերելա։ Էս մի փոքր երևում է, բայց վայ է Երևանն։ Մեջ բերեմ, ասում էին աշտարակի ու Թալին սկորիները, ոչ թե շտապօգնության, սկորիները շատ արագ ժամանեցին, բժիշկները, բժշկուհիները իջել էին ձոր, անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում բժիշկները վիրավորներին,
ապա փրկարարների հետ վիրավորներին մոտեցրել են պատգարակներով շտապօգնության ավտոմեքենաներին եւ տեղափոխվել են վիրավորները հիվանդանոցներ։ Եվս մեկ ողբերգական վթար էլ հունիսի 29-ին է տեղի ունեցել։ Մուղնիի վարչական տարածքում բախվել են Chevrolet Volt-ն ու Opel-ը։ 7 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Տեղեկություններ կան նաև, որ միայն Opel-ի մեջ եղել է 7 ուղևոր, սակայն դա դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածն է, որը այս պայն պարեկները, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի կողմից ճշտվում են։ Հունիսի 20-ին Զաքարիա Սարգսակի 8 կոտրակ 1 հասցեի դիմաց 57-ամյա Ռուբենը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված եւ թիվ 46 երթուղին սպասարկող Ժոնգթոնգ ավտոբուսով բախվել է կայանված Զիլբերնատարին։ 36-ամյա Նարեկը վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ 22 եւ 21-ամյա ուղևորները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Արաքելյանի գլխավորությամբ։ Հունիսի 20-ին Արզունու խոճուղում բախվել են Toyota Camry եւ Nissan Tidan։ Վերջինը շրջվել է հայտնվել ճանապարհի մեջտեղում, իսկ Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչին պատկանող դաշտամիջյան տարածքում։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Հունիսի 19-ին Վանաձոր Սպիտակ ճանապարհին Արջուտ բնակավայրի սկզբնամասում բախվել են Opel-ն ու Gaz 53-ը։ Երկու վիրավորի օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Նրանք իրենց ծառայողական մեքենաներով վիրավորին տեղափոխել են ու ճանապարհին հանձնել Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադներին։ Հետո վիրավորները տեղափոխվել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով էլ տեսնում եք Բեռնատարը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, բարեբախտաբար կարծես թե բետոնե էլեկտրասյանը չի բախվել, հակառակ դեպքում տունը կտապալվեր։ Աբովյան խոշորացված համայնքի Գեղաշեն բնակավայրում անհանգիստ են։ Տեղեկություններ են հասել բնակիչներին, որ խորհրդային տարիներին գործած հետո փակված ավազի հանքը հնարավոր է վերաբացվի։ Վրդովված են տեղացիները, հիշում են, որ դա ժամանակին պատուհաս էր դարձել։ Հիմա չկարողանանք մենք մեր տան մեջ նստենք, գոնե մի 5 տարի վայելենք մեր տունը։ Այսօր գյուղացիք ինչ են պահում, համարյա մեծամասնություն անասնապահությամբ եմ զբաղվում, ստեղ որ իրանք 35 հեկտարը որ բացին սկսան աշխատել, մոտավոր 15 հեկտարներով կողքերնել, այդ լրի փոշիանալու է, արոտ չիլնելու մարդիկ չեն կարող անասում, մարդիկ մի հատ, երկու հատ, 10 հատ կով են պահում, դրանով ապրում են։ Գյուղը ոտքի է կանգնել հանրային լսումներից հետո Աբովյանի քաղաքապետն էլ հետո բնակիչներին վստահեցրել է, որ եթե ողջ գյուղը դեմ է, հանքը չի շահագործվելու։ Հիմա սակայն տեղացիներն ասում են, ինչ որ կուլիսային գործընթացներ են գնում, փորձում են համոզել ավականուն, որպեսի համաձայնություն տա։ Նույնը մրգի բանջարեղենի պահով։ Փոշին նստելու է մեր երեխեքը ուտեն։ Մենք էլ էդի չենք ընդունում, ոչ մի ձև չենք ընդունում, չենք էլ հասկանալու։ Ու տենց սահագին այս քանի տարի ոսը լուր է։ Հիմա այս ընտրություններից հետո այն որ ենք իմացել, որ թազա կազմակերպություն է եկել, որ ի այդ եկել, նորից իրանք տվել են վարչական դատարանը հարկադիրի միջոցով տվել է հարկադիրին գործը, որ հարկադիրը ազդի համայնքի
ավականու անդամների վեր են, որ ավականները կոմ ստորագրեն այս հանքի լիցենզիան, որ կոմ ստորագրեն տան այդ մարդկանցը։ Հիմա ես չեմ դուք եք։ Այդտեղ խախտում չկա, որ անայն լսում տեղի չունես, ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով շմակը իր որոշումն է տալի։ Այս ընտանիքը 10 մետր չկան, այնտեղից սկսելու են քանդել։ Այս մարդը ո՞նց է ապրելու։ Այս տունը, եթե ուզում են ապրեն, թող իրանք հələ գան մնան այս տանը ապրեն, իրանց ընտանիքով, իրանց մեծերով։ Հանքի դադարեցումից հետո 30 տարիների ընթացքում տարածքը հազիվ կանաչապատվել է, բնությունը վերականգնվել, գյուղը փրկվել է մշտական փոշուց։ Ասում են գյուղացիներն ու հավելում, Գեղաշենը մարզի երկրորդ խոշոր գյուղն է, օրեցօր աճում է, զարգանում, իսկ հանքի շահագործումը կործանարար է լինելու կյանքի ու առողջության համար։